Մինչև 12 տարեկանների երրորդ տեղի համար մրցավեճն է Արարատն ընդդեմ մենք մերոնցով թիմի։ Երկու թիմերն էլ կատաղի պայքար մղեցին, բայց հաջողությունը նրանց չուղեկցեց ամեն ամեն դեպքում մի փոքր հանգստանալու հնարավորություն կտան Արարատին, բնականաբար մենք մերոնցով թիմը գոն է, այսպես կարելի ասել, մենք խաղ ունեցավ հանգստանալու համար, Իդեպ նաև կարող եք հետևել մեզ ինստագրամյան հարթակում, այնտեղ ավելի այսպես կենթանի կադրեր հրապարակվում են Story բաժնում, Streetball Armenia ինստագրամյան էջին կարող եք բաժանորդագրվել, հետևել, այո, հավատացեք սպորտի զարգացման հարցում Streetball Armenian ահռելի մեծ տիտանական աշխատանք է կատարում, հավատացեք եւ փորձում նաև ապահովել որակը ոչ միայն մրցաշարի կազմակերպման բուն խաղային առումով, այլ նաև տեխնիկական, մենք արդեն ունենք ուղիղ եթերների հնարավորություն եւ առաջիկայում շատ գաղափարներ կան իհարկե, որտեղ եթե չլինի ձեր աջակցությունը, ապա հավատացեք շատ դժվար կլինի, միանգամից Արարատը ռիսկի է դիմում, հասկանալի է իհարկե հիմա պատանիների տրամադրությունը այդքան է լավը չէ, նրանք փաստացի առաջին կամ երկրորդ տեղի համար չեն կարող էլ պայքարել եւ բարձվել են իրականում այնպիսի իրավիճակներում, որտեղից կարելի է խուսափել, բայց իհարկե պետք է նաեւ պարտվելն էլ իհարկե իր դերն ունի եւ իր դասերն է տալիս հետագայի համար, այնպես որ պետք է ուժ գտնել եւ շարունակել այս հանդիպումը։ Հատկապես մենք մերոնցով թիմի տրամադրությունն է անկում ապրել, նրանք շատ գեղեցիկ ֆուտբոլ են իհարկե խաղում, մենք դա տեսնում ենք իսկական այսպես ֆուտզալի տրամադրությունը արտնասնում է խաղահրապարակում։ Ձախ եզրում է գնդակը եւս 1 գրոհ կլինի։ Մինչև 12 տարեկանների նախավերջին մրցավեճն է սա։ Իդեպ նշեմ, որ Streetball Armenia ստեղծվել է 2023 թվականին, 2 տարվա ընթացքում մենք արդեն ահռելի մեծ բանակ ունենք, թե երկրպագուների, թե մասնակիցների Ձախ եզրից արված անդրադարձ և անկյունային կլինի Այստեղ նաև զուգահեռ տարածքում տեղի ունենում խաղարկություն Streetball Armenia-ի կողմից կազմակերպված մի խոսքով այստեղ Միկայի մարզը համալիրում իսկական սպորտային մթնոլորտ է Ներողություն, Արարատի պաշտպանները հեռացնում են գնդակը, մենք մերոնցովի Իսա դաշտում է գնդակն արդեն աջ եզրում, այստեղից հետ փոխանցում դեպի դարպասապա, վերջինս ձախ եզր է գլորում գնդակը, հիմա էլ կենտրոն և ստացվեց մնալ գնդակով, տեսնենք մենք մերոնցովի այս փորձը, ինչպես կստացվի, թեպետ իրականում երրորդ տեղ գրավելն էլ իհարկե վատ արդյունք չէ, ամենայն դեպս երկու թիմերն էլ պետք է Ներողություն, վտանգավոր դրություն է, չստացվեց Քիչ էր մնում հաջողության հասնեին Մենք մերոնցով թիմի ներկայացուցիչները Փոխանցում առաջ միանգամից մենք մերոնցովի ֆուտզալիստները վերադարձնում են գնդակը դեպի աջ եզր Եվս մեկ փոխանցում 1-0 բացված է այս հանդիպման հաշիվը Մենք մերոնցով թիմը գրավում է Արարատի դարպասը ամեն դեպքում ամենաթույլ գոլն էր սա երևի մենք մերոնցովի կատարում շատ հանգիստ թեթևությամբ հասան այս արդյունքին ավելի դժվար գոլեր իհարկե մենք տեսել ենք նրանց կատարմամբ եւ կենտրոնից Արարատն է սկսում այս մրցաշարը Արարատից քամբեկները անպարտված էին ամբողջությամբ Անդադար կամբեկներ են կատարում, վտանգավոր է 2-0, մենք մերոնցով թիմը նորից իր սիրած ոճով արդեն հղկված խաղարկումներով, ֆինանսիաներով աչք են ընկնում։
Քաղաքված է գնդակը խորքի ծորվոցի փորձ, բայց չստացվում է իրավիճակը մենք մենոնցով թիմի դարպասապա իհարկե և հիմա գլորում է ձեռքով գնդակը դեպի պաշտպանության ձախ եզր, որտեղից նետվում է գրոյի մենք մենոնցով թիմը։ Առայժմ Արարատը շատ քիչ է գրովում, մենք մենոնցով թիմը տիրում է նախաձեռնությանը, երկու գնդակ խփել են նաև ևս մեկ փորձ և երրորդ գնդակը կարծես թե նշմարվում է արդեն միջև 12 տարեկանների բրոնզե մեդալակիրը և մենք մենոնցով թիմն է հասնելու դրան։ Այո, այն որ արժանի է մենք մենոնցով թիմը դա չի էլ քննարկվում, բայց միանշանակ պատանիների ցանկությունը ավելի մեծ էր, ավելի հյութեղ առաջատեղ ցավալի է իհարկե եզրափակիչի արժանի թիմ է, բայց չենք տեսնում եզրափակիչում, բայց այն թիմերն էլ ովքեր անցել են իրավունք չկա ուղղակի այլ բան ասելու, շատ լավ պայքարով կարողացել են հասնել եզրափակիչ Ջոկեր Ջունիորը և Դարգավանը։ Իսկ եթե քննարկվում է այլ տարբերակ, որ կարող էր այլ կերպ լինել, այո կարող էր, բայց բաստացի կարելի չկա։ Վնասվածք կար այստեղ, այդ պատճառով դադար էր։ Եվ շարունակում ենք հետևել հանդիպմանը, 1 րոպե 20 վայրկյան է մնում մինչև այս դիմակայության առաջին փոխարկեսի ավարտը, մենք մենոնցով թիմը ևս մեկ գրոհ է կազմակերպել, այստեղ անդրադարձ եղավ գնդակը խաղի մեջ է, մենք մենոնցով թիմը նորից գնդակի խլում է կատարում և ձեռքով խաղ իհարկե այստեղ ակնհայտ ձեռքով խաղ կար, ինչն արձանագրում է հանդիպման մրցավարը, մրցավարները արձանագրում են և տեսնենք սա շանս է ևս մեկ գնդակ խփելու, 4-րդը կարող է մենք մենոնցով թիմն ուղարկել մրցակցի դարպասը և ամբողջությամբ սպանել ինտրիգը։ Այս դիմակայությունում այո 4-րդ գնդակն է հայտնվում Արարատի դարպասում։ Վստահ հաղթանակ, բայց այս խաղը ավելի շատ տրամադրության վրա էր հիմնված, իհարկե Արարատը նախ օգնած է, երկրորդ անընդմեջ խաղն են անցկացնում, լրիվ այլ մրցակցի դեմ իհարկե, և մենք մենոնցով թիմն էլ ամբողջությամբ նախաձեռնության տերն է, Արարատի սակավաթիվ գրոհներն են, բայց երկրորդ խաղակեսը այլ կերպ հաշված վայրկյաններ և կարգի առաջին խաղակեսը հեռվից արված դարպասապա արձագանքեց աջ եզրից փոխանցում ևս մեկ անկյունային արդեն ձախ եզրից գալիս է գնդակը դեպի կենտրոն խաղարկում ֆուտզալիստները և գնդակի հաջող խլում վտանգավոր է, արված կլինի թե ոչ, այո, բայց ուշանում է, արվածը գնդակը չենք տեսնում, Արարատն է նետվել առաջ, ստացվեց դարպասապայի մոտ հասցնել գնդակը ձախ եզր, դեպետ հաջող կամբեք, այսօր կարելի է սպասել Արարատից 5 րոպեում են, պետք է փորձեն ամեն ինչ անել։ Եվ վերադառնում ենք միանգամից, դարպասի գրավումով ենք վերադառնում, կարծես թե նշմարվում է ամենախոշոր հաշվով հաշիվը, խոշոր հաշվով ակնարկը դիմակայությունում պլեյոֆից սկսած և դա այս խաղն է լինելու։ Մենք մենոնցովի ևս մեկ գրոհ
Արարատը խլում է գնդակը մրցակցից։ Եվ աչի եզրից Արարատը խաղարկում է գնդակը, ախ ափսոս էր այստեղ քիչ էր մնում, թրջեին հանդիպման հաշիվը, բայց չստացվեց այս անգամ դա ապահովել ներողություն և ևս մեկ գրո մենք մերոնցով թիմից հասցնում է դարպասապահ այստեղ և առաջ ուղարկեց Փոխանցում առաջ, տանկավոր դրություն է, մենք մերոնցով թիմի մոտ է գնդակ, աչի եզրում արված պակվում է պաշտպանը Դարպասապահի մոտ է գնդակը, կենտրոնով փոխանցում Եվս մեկ հետ փոխանցում նորից Ձախ եզր է գլորում գնդակը Մենք մերոնցով թիմը եվս մեկ գեղեցիկ գրո է ավարտում Բայց ոչ դարպասի գրամ Աչ եզրից անկյունային կլինի Հետևեց փոխանցում ու մի անգամից արված Շատ արագ խաղարկում էր այո այնինչ ֆուտզալին բնորոշ է Դա արագությունն է Կտրուկ որոշումներն են և արդյունավետ պետք է լինել թեկուզ կտրուկ որոշումների մեջ Եվ խնդրեմ խլում է գնդակը, բայց բոլով չի ավարտում մենք մերոնցով թիմի հարցակվողը ձախ եզրից անկյունային է լինելու Հետևեց փոխանցում, վտանգավոր եվս փորձեց հեռացնել չստացվեց 6-րդ գնդակն է հայտնվում Արարատի դարպասում Այո, այսպես Ամբողջ նյարդերը այս խաղի վրա էր կուտակել մենք մերոնցով թիմը Բայց այս 6 նույնիսկ ավել գոլերը եթե լինեն չեն կարող փոխարինել պատանիների զգացողությունն իհարկե մրցաշարից փաստացի դուրս մնալու հետ պայմանավորված չեն կարող փոխել Նրանց ցանկությունը միանշանակ չեմպիոն դառնալն էր եթե ոչ չեմպիոն ապա գոնե եզրափակիչում հայտնվելը Բայց այդ խաղային 6 մետրանոց մրցաշարը որոշիչ եղավ Արված ենք տեսնում, փակված է, ձախ եզրով միանում է մենք մերոնցովի հարցակվողը դարպասապահը փրկեց Եվ Արարատը շարունակում է գրոել 1 րոպե 50 վայրկյան է մնում Իջև այս դիմակայության ավարտը մենք մերոնցով թիմը կդառնա Իջը 12 տարեկանների բրոնզե մեդալակիրը 3-րդ տեղում Կլինեն եվս մեկ գրո Եվ եվս մեկ գոլ կարծես թե ոչ դարպասապահ փրկեց 2-րդ փորձը այս գրոյի ընթացքում արված կլինի թե ոչ Ողում են գնդակը մենք մերոնցովի ֆուտզալիստները հետ փոխանցում դեպի սեփական կիսադաշտ Այստեղից ձախ եզր տեսեք որքան լավ են գնդակը տեղաշարժում արվածում է Ֆուտզալիստները մերոնցովի, բայց դարպասապահ Կարողացավ փրկել դրությունը Ուժեղ նետում առաջ Դեպի մրցակցի պաշտպանություն և նորից չի ստացվում աչքի ընկնել գոլով Ուղիղ 1 րոպեում ենք դարպասապահը գնում է ձախ եզր գնդակը Անցում էր Վտանգավոր է արված դարպասապահ Իր տեղում մեջ եվս մեկ գրոմ ենք մերոնցովից տեսանք Բայց առայժմ վերջին րոպեներին վերջին շրջանում 7-րդ գնդակ ստացում արդեն բավականաչափ գրոներ ձեռնարկել են մենք մերոնցովի ֆուտզալիստները բայց առայժմ մոտ չեն 7-րդ գնդակին բայց հնարավոր է հիմա ստացվի Հետաքրքիր որոշում էր և ստացվեց այո 7-րդ գնդակն է հայտնվում Արարատի դարպասում Play-off-ից սկսած սա ամենագոլառատ հանդիպումն էր և այն էլ մեկ թիմի կատարմամբ Պատվո արտակի 3-րդ տեղում է կանգնելու մենք մերոնցով թիմը Վերջին գրոն է սա, հաստատ կարող ենք արդեն ասել Եվ այո, ավարտված է Հակարությունը գոլ լինել այս արդյունքից Չի կարող մենք մերոնցով թիմը նկատեք Որքան նեղված են պատանիները թեկուզ նրան, որ հաղթել են 3-րդ տեղ են գրավել Այո, երբ դու ունես մեզ սանկություն Եվ չի ստացվում, ընդամենը մեկ քայլ ես հետ մնում այդ սանկությունից Սա այնպես չէ, որ առելի շատ հետ են մնացել Բայց
դժգոհ են միանշանակ։